Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները գնալով ավելի են խտանում, իսկ սյուժեն խորանում։ Ամեն նոր դրվագ ոչ միայն զարգացնում է պատմությունն, այլ բացում անցյալի այն շերտերը, որոնք երկար տարիներ թաքնված էին ցավի ու լռության տակ։ «Դավիթ պապի քայլը դեպի գերեզմանոց» սերիալի ամենահուզիչ ու խորհրդանշական պահերից մեկն է։ Նա գնում է որդու Ռաֆի Շիրիմին, որպեսզի վերջապես ասի այն լուրը, որը տարիներ շարունակ չէր կարողանում ասել բարձրաձայն։ Հիմա նա եկել է իր ուրախությամբ կիսվելու որդու հետ, չնայած նա նշում է, որ գերեզմաններում ինչ ուրախ լուր, բայց սա իսկապես ուրախ է։ Նա գտել է թոռանը։ Այդ պահը լի է մեղքի, ցավի և հույսի խառնուրդով։ Պապը խոսում է որդու հետ, կարծես նա ողջ լինի պատմում որոնումների, հուսահատության ու այն լույսի մասին, որը վերջապես հայտնվել է մթության մեջ։ Բայց ճակատագրի հեգնանքով հենց այդ նույն վայրում նա հանդիպում է Ավոյին, իր մյուս որդուն, ում տարիներ առաջ ինքն էր դուրս մղել իր կյանքից։ Նրանց հանդիպումը լուռ է, ծանր ու սառ է, երկու հայացք, որոնց մեջ տարիների ատելություն, մեղադրանք ու չասված խոսքեր կան։ Այդ հանդիպումը կարծես նախազգուշացում լինի, որ անցյալը դեռ ամբողջությամբ չի փակվել և ամենացավոտ բախումները դեռ առջևում են։ Լեոյի գիծը նույնպես նոր փուլ է մտնում։ Գումարային դժվարությունները, եղբոր փնտրտուքը նրան կանգնեցնում են ընտրության առաջ՝ մնալ սկզբունքների մեջ, թե համաձայնվել մի առաջարկի, որը ներքին անհարմարություն է առաջացնում։ Նա ստիպված ընդունում է գովազդային նկարահանումների առաջարկը, որը կազմակերպում է Հունանի դուստրը Լեան։ Նրանց հարաբերությունները սկզբից ի վեր լարված են։ Ակնհայտ է, որ կա փոխադարձ հետաքրքրություն, բայց նույնքան ակնհայտ է նաև ներքին դիմադրությունը։ Նրանք կարծես երկու ուժեղ բնավորություններ ունեն, որոնք չեն ցանկանում առաջինը զիջել։ Յուրաքանչյուր երկխոսություն վերածվում է բառային մենամարտի, յուրաքանչյուր հայացք՝ թաքուն զգացմունքների պայքարի։ Ճանապարհին տեղի ունեցած անսպասելի դեպքը՝ ավտոմեքենայի փչանալը, դառնում է նոր շրջադարձ։ Մեկուսացված, լուռ, ձյունոտ տարածքում Լեային վատանում է, և այդ պահը Լեոնն առաջին անգամ տեսնում է նրան ոչ թե կոշտ ու ինքնավստահ, այլ խոցելի։ Այդ կադրերը բացահայտում են նրանց իրական դեմքերը։ Լեոն փորձում է օգնել չնայած ներքին հակասություններին, իսկ Լեան առաջին անգամ վստահում է նրան, թեկուզ ակամա, բայց իրավիճակը կրկին սրվում է, երբ նրանց գտնում են Լեայի մայրը և եղբայրը Գրիշոն։ Գրիշոյի պահվածքը կտրուկ ու անտակտ է, նրա խոսքը լի է թաքնված ագրեսիայով, իսկ վերաբերմունքը Լեոյի հանդեպ ակնհայտ արհամարհանքով։ Նա իրեն դրսևորում է որպես մարդ, ով ունի ուժ և ազդեցություն և չի հանդուրժում իրեն հակառակվողներին։ Այդ պահը նոր լարվածություն է ստեղծում, և արդեն զգացվում է, որ Գրիշոյի և Լեոնի միջև բախումն անխուսափելի է լինելու։ Այս ամենը տեղի է ունենում միաժամանակ՝ անցյալի բացահայտում, ներկայի բախում և ապագայի վտանգավոր կանխազգացում։ Գոյամարտը հենց այս շերտավորմամբ է դառնում դիտարժան։ Յուրաքանչյուր հերոս իր պայքարն ունի, և այդ պայքարները խաչվում են՝ ստեղծելով լարված, հուզիչ ու անկանխատեսելի պատմություն։ Առջևում սպասվում են ճշմարտությունների բացահայտումներ, հարաբերությունների կտրուկ փոփոխություններ և մենամարտեր ոչ միայն ռինգում, այլ նաև մարդկային հարաբերությունների մեջ։ Եվ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենադիտարժան ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, սեղմեք զանգակոճակն ու ստացեք նորությունները։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես դառնում է էլ ավելի լարված։ Էռնան վերջապես որոշում է հետևել Ավոյին ու հասկանալ, թե ինչու ժամանակ առ ժամանակ նա տուն չի վերադառնում։ Էռնան այստեղ, ի տարբերություն եղբորը, ներկայացված է սիրող կնոջ, խեղճ ու կրակ աղջկա կերպար։ Բնականաբար, հետևելուց հետո հասկանում է, որ Ավոն ունի այլ ընտանիք, այլ կին ու հատկապես երեխա, որը նրան խոցելի է դարձնում։ Եվ առաջին մարդը, ում հետ նա կիսվում է, դա կլինի իր եղբայրը Հունանը, ով ամեն կերպ իր քրոջ կողքին է։ Եվ այստեղ հեռուստադիտողները մի ենթադրություն են անում, որ Ավոն ամուսնացել է Հունանի քրոջ հետ վրեժ լուծելու նպատակով։ Նա ցավ է պատճառելու քրոջն այնպես, ինչպես տարիներ առաջ
Հունանը կյանքից զրկեց Ավոյի եղբորն առանց պատճառի։ Եվ ինչպես երևում է, այս գաղտնիքը Ավոն օգտագործում է Հունանի դեմ անընդհատ նրանից գումար կորզելու մեջ, և ինչպես անոնսում է ասում, նա այլևս եղբորը կորցրած, գլուխը կորցրած, կյանքը կորցրած տղամարդը չէ, և հիմա ավելի ուժեղ է, և Հունանը հասկանում է, որ այդ գաղտնիքը, որ նա կյանքից զրկել է Ավոյի եղբորը, Ավոն մշտապես օգտագործելու է նրա դեմ ու ցանկացած պահի այդ ամենը կարող է հանրությանը հայտնի դառնալ, ինչը լավ ավարտի չի բերի նրա կյանքում ու կարիերայում։ Իսկ Գրիշոն իրեն պահում է երեսառած տղայի նման, նա գալիս է ու Լեոյի նետում նրա հագուստները։ Բնականաբար սա տհաճ է, իսկ Մանանին թվում է, թե Գրիշոն իրեն սիրում է ու եղբորն ասում, որ այո, գալու է նրա ձեռքը խնդրելու, բայց բոլորիս էլ հայտնի է, որ Գրիշոն առայժմ գոնե լուրջ զգացմունքներ չունի Մանանի հանդեպ։ Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք նոր տեսանյութերի մասին առաջին տեղեկատվությունը։